RTN-ի տաղավարում հարգելի հեռուստադիտողներ վերլուծությունների ժամանակն է եւ այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Այնքան բան կա այսօր խոսելու ձեր վերլուծությունները լսելու իմաստով, բայց երևի սկսենք հայաստանյան, հա, նորությունից ամենավերջին նորությունը այն էր, որ այսօր ազգային ժողովում գրեթե բոլորը թե ճեպազրույցներում, թե վարչապետի մակարդակով այնպիսի արտահայտություններ հնչեցին, որոնք ասում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ոչ լեգիտիմ ուժերը, այսինքն պետությունը ունի, կառավարությունը ունի լեգիտիմ իրավունք, այդ ոչ լեգիտիմ ուժերին չթողնելու ստացվում է, որ նաև ազգային ժողով։ Այո, տեսեք, ընդհանրապես մեզ ասում ուրախ կյանք է սպասվում առաջիկա տարիներին, հուսով ենք լավ իմաստով, բայց այն որ ընդդիմություն չի լինի նկատի ունեք այդ իմաստով։ Չէ, մենք Հայաստան չդարապես աշխարհում էլի տեսնում ենք ուրախ բաներ է կատարվում այդպես ճակերտավոր ու շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենալու աշխարհում, որքան հասկանում եմ, այս ամեն ինչը հուշում է այն մասին, որ մենք հիմա կանատես ենք լինում, այսպես շրջադարձային փոփոխություններ, ինչ որ Հայաստանում կատարվում է, նույնիսկ այդ աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլումն է իրականում, հա։ Հիմա տեսեք, ինչ որ անում է Փաշինյանը իմ տպավորությամբ էս պահին, ինչ որ ինքը Պուտինին, այսինքն կոպիտ ասած Պուտինի հետ հիմա գնում է այդ բան։ Դուք նկատեք, որ միջև հիմա Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին։ Իմ տպավորությամբ ինչ անում Փաշինյանը, ինքը հասկանալով, որ հիմա ուրեմն երբ որ ինքը Ռուսաստանին, այսպես ասում է, իր հիմնական օպոտենտներն էլ դարձրեց ռուսական ուժերը, ինքը ընդհանրապես այսպես ասած փորձում էր բալանսավորել եւ Ռուսաստանին ասել բավարարվի պարլամենտում ընդդիմադիր ուժեր ունենալով եւ մի փորձի Հայաստանում հավակնել հեղափոխության, իշխանափոխության, հեղաշրջման, ուրեմն չգիտեմ, մի փորձի, ասենք օրինակի համար մեր բիզնեսմեններին փորձել օգտագործել մեր դեմ կամ մեր ներքին էլիտան փորձել օգտագործել։ Բավարարվի ինչ որ քեզ տալիս ենք, այդ ժամանակ մենք կփորձենք բալանսավորել, այսինքն մի քիչ տեղ, մի քիչ այնտեղ պահել այդ բալանսը, հաշվի կառնենք ձեր շահերը, ասենք եւ այլ այսպես շարունակ։ Բայց տեղի ունեցավ մի հետաքրքիր բան, տեղի ունեցավ այն, որ թրիփից հետո Պուտինը շատ սկսեց անհանգստանալ եւ որոշեց, որ պետք է ավելի սրի իրավիճակը, այսինքն հավակնի ավելինին, քան պահանջվում է։ Հիմա ինչ որ հիմա եթե գլոբալ վերցնենք, ինչ որ հիմա Փաշինյանը անում է այս ընդդիմության հետ, որ ակնհայտ ռուսամետ է, ինձ թվում է ոչ մեկ չի կարա դա հերքի կամ մերժի։ Ընդդիմությունն է ռուսամետ, ոչ թե արածը, հա։ Ասեցի ընդդիմությունը, ակնհայտ պարլամենտական հա եթե շեշտենք, որ բոլորի վրա չտարածվի։ Ընդհանրապես ինձ թվում է Հայաստանի իրենց ընդդիմություն կոչողների մեծ մասը ռուսամետ է, եթե այդպես վերցնենք, մեծ խոշոր մասը, ինչ է երևակայական հայտորեն։ Դե մեծ ուժերը գիտենք հայտնիներն են այս իմաստով։ Հա, հիմա ինչ է կատարում, ասում է, եթե չես բավարարվում անգամ նրանով, որ մենք քեզ տալիս ենք պարլամենտում, կոպիտ ասած, ուրեմն մենք անգամ աչք փակեցինք ուրեմն ընտրակաշառքի վրա, աչք փակեցինք, որ նրանք լկտի պահեցին իրենց։ Հա, մեկ է մի բան, ուշադրություն դարձրեք, մի նյուանս կար։ Ծառուկյանի հետ հարաբերությունները վատ չէին մեծ հաշվով։ Դա երկար ժամանակ այսպես աչք էին փակվում շատ բաների վրա եւ այլն։ Հիմա տեսեք, առած ցեմենտում ստուգումներ է սկսել, որքան հասկանում եմ եւ այլն, բայց ինչից հետո սկսվեց խնդրեմը։ Նկատեք, երբ որ Անդրանիկ Թևանյանը դարձավ Ծառուկյանի կուսակցության երկրորդ համարը, դա հունից անեց իշխանություններին, որովհետև տեսեք, հետաքրքիր մեղադրանք առաջադրվեց Անդրանիկ Թևանյանին։ Մեղադրանքով մարդուն տանում ես նկատեք, չէ, այսինքն տեսեք, եկեք մենք հիմա նախորոք ասենք, որ հարգում ենք օրենքը, անմեղության կանխավարկածը հարգելով, բայց եկեք մի բան հասկանանք, այն որ Անդրանիկ Թևանյանը ուրեմն ինքը ռուսամոլ ռուսասեր է, ասենք, իմ տպավորությամբ խորին համոզմամբ։ Դե գնում էր հեռուստատեսություններում ելույթներ ունենում։ Այո, դա ասենք, հա, ես դրանում իմ համար կասկած չունեմ, բայց որքան հասկանում եմ, Փաշինյանին ոչ միայն ինքը որպես ազդեցության, այսպես ասած, գործակալ չասեն հիմա դատվում է դուք էլ բարայից բան, ազդեցության, այսպես Ռուսաստանի ներկայացուցիչ է։ Գուցե Փաշինյանին իրոք ավելին գիտեն, գուցե դատարանը կորոշի, բայց այսպես ներկայացնենք, որքան ես հասկանում եմ, երբ որ տարան Ծառուկյանի կուսակցության մեջ ըստ Փաշինյանից ներդրեցին արդեն ուղիղ Ռուսաստանի մարդուն, դեռ ինչ-որ մի ձև կարային հաշտվեին նրա հետ, որ Ծառուկյանը կարա խաղա, գիտեք, ինձ համար Ծառուկյանի պես կուսակցությունները իրանք չեն կարա գաղափարական լինեն։
բիզնեսմեն, որը բազմիցս, այսպես ասած, ասելա, որ ես ասում եմ, ուրեմն կանեմ իմ խոսքը չեմ խախտում, գիտեք, հիմա էլ տարածում են, չէ՞ ոնց էր այն ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ ասում էր ես իմ խոսքից հետ չեմ կանգնի եւ այլն, հետո ոնց հետ կանգնեց, հետո քաղաքականությունից դուրս եկավ, հետո վերադարձավ, հա, այդ իր սկզբունքայնությունը արդեն բոլորը գիտեն, հասկանում են, հա։ Դա համար Ծառուկյանի պես կուսակցությունները իրանք ինձ համար գաղափարական երբեք չեն կարող եւ քաղաքական ուժ ինձ համար երբեք չեն կարող լինել, հա։ Եվ այստեղ վտանգավորն է իրանց հեշտ է ըստ իմ տրամաբանության կառավարել դրսից նաեւ, հա։ Եվ երբ որ այդտեղ մտավ արդեն Ռուսաստանի ձեռքը, որքան ես հասկանում, այդտեղից Փաշինյանը քեսին էլ ավելի անհանգստանալ։ Եւ հիմա ինչ որ անում է Փաշինյանը, ասում է դու ինձ չես շնորհավորում, շատ լավ, դու չես ճանաչում ընտրությունները, դու որոշել ես փակել մեր ապրանքների համար, ուրեմն հիմա ասում է փոխադարձ քայլը կլինի, որ այն ընդդիմությունը, որ դու ունես, դա էլ կարողա չունենաս պարլամենտում։ Այսինքն հիմա փոխադարձ կոպիտ ասած քաղաքական առևտուր իմ տպավորությամբ էս բան։ Ինչով սա կավարտվի։ Ես չգիտեմ, ես սա կապում եմ եւ Քոչարյանին չթողնել երկրից դուրս գալ, եւ Ծառուկյանին չթողնել երկրից դուրս գալ։ Գալը չէ, այսօր դատախազությունը։ Այո, նոր ինչ որ գործ են, չէ՞, ոնց որ թե հարուցում հլմարամասները հայտնի։ Չեն ասում մանրամասները, որ գործով։ Այո, այսինքն մենք ունենք հիմա մի իրավիճակ, որտեղ այսպես ասած Փաշինյանը առաջարկում է Պուտինին հաշտվել, ճիշտ բառ օգտագործենք, շնորհավորել եւ անցնել, փորձել, ասում անցնել կոնստրուկտիվ աշխատանքի, բայց այդ դեպքում ներողություն կստացվի դեմ գալ ժողովրդին, ովքեր ընտրել են ԿՊ-ին։ Ես ես մի բան ասեմ, ես չէի ասի, որովհետեւ ինքը Փաշինյանը բավականին այսպես ասում պարզ դուք նայել եք վերջին միտինգը Փաշինյանի ամփոփիչան հավաքը, որտեղ ինքը ասեց, մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես կվերադառնամ ԵԱՏՄ եւ այդ բոլոր հարցերը մենք կքննարկենք եւ կլուծենք։ Մի քանի քայլ առաջ նայելու հնարավորություն։ Դե ամեն դեպքում Փաշինյանը երբեք չի ասել, որ ինքը Արարատ Միրզոյանը բանավեճի ժամանակ ասեց մենք պրոարևմտյան չենք, այսինքն ակնհայտորեն լսել է պետք, իրանք չեն է թաքցնում։ Հիմա խնդիրը հետեւյալն է, էդ էլ երբ որ ասում է Քրիստոսի երկրորդ գալստյան հետո հենց Քրիստոսը եկավ գնաց, մենք կնայենք Եվրամիություն կարանք մտնենք, թե չէ, դա շատ հարաբերական բան է, հասկանում եք։ Դրա համար հիմա այս պարագայում Հայաստանի իշխանությունները եւ բիզնես էլիտան ինչ են փորձում անել։ Փորձում են վերականգնել այդ բալանսը որ կար, որը հիմա կորցվում ըստեյության, որովհետև տեսեք, եթե մենք վերցնում ենք Փաշինյանը ասում է բալանսավորած քաղաքականություն, հիմա այդ բալանսը չկա, որովհետև ռուսները գնում են բացահայտ քաղաքականությունը մենակ ռուսները չեն, եւ Միացյալ Նահանգներն են, եւ Եվրոպան, եւ բայց եթե մենք հիմա վերցնենք, հիմա ազդեցության առումով եթե վերցնենք, հիմա այս պահին ինչ է կատարվում, մեծ ազդեցություն Հայաստանում ունեն ռուսները, եկեք ընդունենք, տնտեսական ազդեցություն ունեն, մյուս կողմից Միացյալ Նահանգները նոր մտնող ուժ է Եվրամիության հետ։ Բայց քանի դեռ օրենք չէին խախտում հստակ Հայաստան Բնականաբար, հենց եմ ասում, այսինքն հիմա լավ եկեք շարունակենք, որտեվ հա շատ տենց ոնց գնանք, ասում եմ, ընդմիջում չենք ունենա։ Գնում ենք գովազդային դաթարի։ Սեյֆը այսօր էլի լուծնելու են։ Խոշորա լինելու։ Ավոր բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Շատ հավանեցի ֆիլմ, շատ հաճելի է, շատ ուրախ եմ, որ այսպիսի որակով ֆիլմ նկարահանվեց։ Մարդուց ասած, մի օր կինո են նկարելու այդ պատմության մասին։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Արմեն Չիբուխչյանն է մեր տաղավարում, այսինքն վերլուծություններն են, եթե մեզ հետ էիք առաջին բաժնում, ապա գիտեք ինչի մասին էինք խոսում հայաստանյան իրավիճակի ամփոփում։ Այո, եւ ասածս հենց այդ, այսինքն ամփոփերով ինչ ենք հասկանում, որ հիմա ըստ էության մենք տեսնում ենք, որ Փաշինյանը եւ Հայաստանի իշխանությունները ելնելով իրավիճակից ստիպված են դիվերսիֆիկացնել եւ արտահանման ուղղությունը փոխել դեպի արևմուտք հիմնականում եւ նաեւ Ուկրաինայի դեպի ինչ շատ հաճելի է։ Այո, ապահը երկրներ։ Դե հիմնականում Բալթյան երկրներ տեսանք, որ ծաղիկները գնում են Բալթյան երկրներ, Ուկրաինա, ինչը շատ հաճելի է, շատ հաճելի։ Ղազախստանն էլ են սկսել։ Որ 2-3 տարի էս տանջվում է Ուկրաինայի մասին ասելով պետք է շուկան այդտեղ դիվերսիֆիկացնել։
Նաև, բայց լավ այնա, որ հիմա օգնում են նաև, ասում են անգամ Հոլանդիա պետքա պատրաստվեն տանեն հայկական ծաղիկները, Հոլանդիան ես գիտեմ, որ ծնեբեք են ուղարկում Սինգապուր։ Դե շատ լավ է, որտեղ էլ ուղարկեն լավ է, ինչքան շատ է ուղարկեն լավ է, դա հասկանալի է, բայց հիմա խնդիրը հետևյալն է, որ իրանց դոկտրինի համաձայն բալանսը խախտված է, որտեղ Ռուսաստանը հիմա անդիմանում է, բայց մյուս կողմից կա անլուծելի խնդիր, որի անունն է TRIP։ Դրա համար հետաքրքրական մի բան ասեմ, տեսեք, այսօր արդեն Լավրովը Հայաստանի հարցը չգիտես չի քննարկում է Ֆիդանի հետ։ Ես կանխատեսում արեցի, որ մենք շուտով այս իրավիճակում, այս ընդդիմության պարագայում եւ նաեւ վտանգը ինչու՞մ է, եթե Փաշինյանը չգնաց կոշտ քայլերի այս ընդդիմության հանդեպ, ասենք կոնկրետ, բայց օրենքով, Այո, եթե չգնա ընդդիմության այդ դիսկով, մենք շուտով կտեսնենք նաեւ այս արդեն զանգակա, արդեն սկսում եմ կանխատեսում իրականանալ, Մալիքի հետևորդներն գիտեմ, որ այս ընտրություններից հետո ես կանխատեսեցի, որ եթե Փաշինյանը չգնա կոշտագույն քայլերի եւ չկտրի ռուսների քոքը Հայաստանից, մենք շուտով կտեսնենք Ալիևի եւ Պուտինի մերձեցումը արդեն, որովհետեւ շանս է բացվում իրաց համար։ Դրա համար բալանսավորման նպատակով որևէ առևտրի գնալը ես համարում եմ սխալ եւ հուսով եմ, որ չի լինի։ Բայց մի բան էլ կարեւոր, գիտեք, ես առաջինը չեմ ուզում, որ ընդհանրապես ոչ միայն Ծառուկյանը անցնի խորհրդարան, այլ ընդհանրապես չեմ ուզում, որ Ծառուկյանի պես մարդիկ ու այդ մակարդակի գործիչները եւ ոչ միայն Ծառուկյանի, ոչ միայն այս քաղաքական դաշտի ինչ որ հիմա կա, ես կուզենամ, որ ընդհանրապես տոտալ փոխվի, բայց ինչ որ արվում է, ասենք, եւ Քոչարյանը պիտի չլինի, ես ասել եմ քաղաքական ուժ, որը ռուսական դրոշներով 21 թվականին դեռ դուսեր եկել են քարոզարշավ էր անում, այդ ուժը չպիտի լինի Հայաստանի խորհրդանում։ Ուժեղ Հայաստանը պիտի չլինի Քոչարյանում, ասում էի, չի կարելի թողնել այս ուժերին։ Ինչի, ինչպես արեց, ճղում է ընտրություններից առաջ, Մոլդովայում շորին հանեց Սանդուն թույլ, չտվեց մասնակցել Ռուսաստանի հետ կապերի համար, ինչը բարդ է ապացուցել, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հետ կապ ունի, դրանց չէր կարելի թույլ տալ ընդհանրապես ընտրությունների մասնակցել, չէր կարելի թույլ տալ։ Ծառուկյանի որդին պատանդ տալու կար։ Որպես ամեն ինչ օրենքով լինի։ Չէ, հակառակը դա օրենքով չի։ Ծառուկյանի որդին պատանդ տալ, ինչ գիտեք, կարող է պատանդ տալ Լուկաշենկոյի մոտ։ Եթե անգամ պատանդ չի ունի լուծակ Ծառուկյանի վրա Լուկաշենկոն, թե չէ եթե որդուն պահում է լավություն անում քրեական հետապնդումից, ինչպես պնդում են ԿՊՀ-ականները։ Ունեն թե չէ, եկեք անկեղծ պատասխանենք, ոնց որդին Լուկաշենկոյի մոտ է։ Կարելի է այդպիսի ուժի թույլ տալ այդպիսի լիդերով ընտրությունների, դա ազգային անվտանգության հարց է, տարական բան է։ Այդ ուժին ընդհանրապես չէ։ Բայց օրենսդրությունը ոնց թույլ կտար Փոթղան Բելարուսում է ազգային անվտանգության դոկտրինի մեջ կամ ասենք օրենքի մեջ կան կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի ազգային անվտանգությանը։ Եվ այդտեղ հանգիստ կարելի էր գտնել, ոնց որ արեց Մոլդովան, հանգիստ կարելի էր գտնել, ասում եմ, այդ անցքեր, որոնց կարելի էր դրանց արգելել մասնակցել ընտրությունների։ Ոնց սաղ ունեցվածքը Ռուսաստանում է, սաղ բիզնեսները Ռուսաստանում է, մեծ մասը, լավ էսպես ասած, առելի մասը։ Եղավ, հա, բայց 90% Ռուսաստանում է, բոլորս գիտենք, չէ՞ մոտավորապես էսպես ասած։ Դրա համար եմ ասում, այս ուժերին չէր կարելի թույլ տալ, անգամ Քոչարյանը խոստովանեց, որ սիստեմայում դեռ մի փոքր ինչ որ բան ունի, չէ՞, վերջերս կարծում, չեմ սխալվում։ Հիմա Այսինքն ինչի մասին է խոսքը։ Հիմա ինչ որ արվում է, պետք է արվի օրենքով։ Հիմա տեսեք, ես ընդունում եմ, որ ընտրակաշառքը բաժանվի, ես հավատում եմ դրան հավեսով, բայց եկեք մի բան հասկանանք։ Այս process-ը պետք է տարվի զգուշ եւ տարվի ոչ թե առևտրի տրամաբանությամբ, այլ եթե արել են, ողջունում եմ, արեք օրենքով միջև վերջ արգելեք, բայց չվնասեք հանկարծ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, որովհետև ինչի մասին որ խոսում են, պետք է ապացուցված ունենան դատական վճիռներ, օրինակ, պետք է պատժվեն նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցրել, օրենքով, դատական վճռով եւ հերթով ապացույցներով գնալ ու արգելել։ Օրենքով, որպեսզի մենք չունենանք Եվրոպայի հետ խնդիրներ։ Այսօր բոլոր հայտարարությունները իշխանության դրան էին հակառակ դեպքում մենք կտեսնենք, տեսեք, ինչքանը մենք էմոցիոնալ համաձայն լինենք, ասենք այդ գաղափարի հետ որ պետք են այդ ուժերը, ինչքան մենք շատ ուզենանք դա միասին, բայց եթե դա չարվի օրենքի տարով, այսինքն մենք մարդու իրավունքների Human Rights Watch-երի մնացած հեսա մենք կտեսնենք ժողովրդավարության անկում Հայաստանի, որը մենք չենք ցանկանում։ Դա բան ինչ որ արվում է, պետք է արվի մաքսիմում օրենքով, որովհետև դա նաև ապահովում է, որ վաղը մյուս օրը որևէ մի պաշտոնյա, որևէ մի ղեկավար Հայաստանի բեսպրեդել թույլ չտա, այսինքն իր կարծիքով չասի, որ նրանք փող են բաժանել, ուրեմն պետք է սրանց որտեղ դա կարող է նաև ազնիվ ուժի վրա տարածվի։ Այսինքն իսկ օրենքով, երբ որ դատական վճիռներով ապացուցված է մարդիկ են նստած ընտրակաշառք բաժանելու համար եւ այն, դա ուրիշ պատմություն է։ Եվ մի բան է անպայման շեշտենք, գիտեմ դուք տվել եք Արմատ մեդիա կոչված մի հատ բան է, ուրեմն սուտ տեղեկություն է տարածել ըստ էության, ըստ Հայաստանը օֆիցիալ մակարդակով, համապատասխան մարմնի մակարդակով
մերժեց, որ ուրեմն Ուկրաինան հետ ա ուղարկել, չգիտեմ ինչքան 2 ֆուր, թե ինչքան, հա, ինչքան էին ասում, պղպեղը հետ ա ուղարկել ու ես Reels-ը տեսա գրածը Զելենսկին չփրկեց Փաշինյանին եւ այլն, ուրեմն դա արդեն սուտ է։ Ուկրաինայի հայ բիզնեսմեններին եզում շնորհակալություն հայտնել, որովհետեւ ըստ էության իրենք արդեն 20,000 ծաղիկ են տարել եւ ակտիվ օժանդակում են այս process-ին, ինչը շատ կարեւոր է։ Ավելին ասեմ ձեզ, այդպիսի բան չկա փաստորեն։ Իդեպ լավ է, ինձ Արուսյակը մի քիչ առաջ հիշեցեց, երբ որ մենք ընդմիջման էինք, հա, իդեպ վարչապետի այդ հարցու պատասխանի ժամանակ էր, չէ, երբ որ այդ Արմատ մեդիայի ներկայացուցիչներ, չէ, որ դուք հիշեցիք, բողոքում էր, որ այո, իրենց մոտ տեղի են ունեցել ուզարկություններ, չէ, ԱԱՑ-ը, որտեղ դրան հաջորդել էր այդ աղջկա։ Ընդ որում ինչ որ ռոպագանդա, չէ, կոնկրետ ինչ որ տենց Ռուսաստանի օգտին ինչքան հասկացա ինչ որ բան անելու համար, մի խոսքով այդ աղջիկն էլի բր բողոքում են, եւ տեսեք, ըստ էության իրանք իրաց, այսինքն մարդիկ ասում են ըստ Արմատ մեդիայի ունեցած տեղեկությունների ու սկսում են Զելենսկին չփրկեց Փաշինյանին, սա իդեպ որքան հասկանում ենք, արդեն դա կարող եք Սամվել Կարապետյանի հետ կապ ունենալ, չէ, այդ ինչ որ լրատվամիջոցը որքան հասկանում ենք, եւ պատկերացրեք ինչ տիպի պայքար է գնում Հայաստանի դեմ հիմա եւ շարունակվում է այդ կիբեր պատերազմը, երբ որ բացահայտ սուտ տեղեկություն են հաղորդում, փորձելով վարկաբեկել, բայց ամենածիծաղելին է նա, որ իրանք մենակ Ուկրաինային չէին վարկաբեկում։ Իրանք այնպիսի բան են ասում, որ վարկաբեկում էին Հայաստանի պղպեղ արտադրողներին։ Իրանք հանուն Ռուսաստանի դաժան հարված հասցրեցին իրականում Հայաստանի գյուղատնտեսությանը։ Փորձեցին, բայց եղավ հակահարվածը, ասեցին, որ այդպիսի բան չկա։ Մի բան ասեմ ձեզ, եկեք ճիշտ մարդության աչքերին նայենք, ուրեմն երբ որ ապատեղեկատվությունը նայում տարածվում է 10 միլիոն մարդու մեջ, երբ որ հերքում է լինում տարածվում է 1 միլիոն մարդու մեջ, սովորաբար այդպես է։ Դե կա այդպիսի բան, այո։ Հուսանք այս մեր զրույցն էլ նպաստեց, որպեսզի Ես դրա համար անպայման պարտքս համարեցի։ Շնորհակալություն։ Մեր հաղորդումն այսօր էլ ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաջողություն։